մարդկանց, որ այսպես պարում են, նայք ինչ ամոթանյակ նայք, էլի։ Հայրենիք մի մոռանա, թե որ հայ ես հայ մնա Կանայք և աղջիկներ, այսօր մարտի 8-ն է, շնորհավորանքները քիչ անց, բայց եկեք անցնենք երեկոյան ինչպես էի տորթը պատրաստում, ինչ եմ անում, եկեք այս ամենը նայենք, հետո վերադառնանք, անցնեմ շնորհավորանքների ու շարունակենք, գնացինք։ Եկեք նախապես ասեմ, տորթի պատրաստման ընթացքը ես նկարահանեմ, դուք նայեք էլ ինչ կլինի, սուս գործս անեմ։ Միայն ասեմ նախապես, թխված են արդեն 2 բիսկվիտները, 3 հական ձվանոց։ Դե արդեն պարզ է, այն մարտի 8-ի տորթն է, բայց այս կարինկան էլ գնում գալիս է, բզբզում է, չարություն անում, չի թողում գործս անեմ, ախր ոչ չսիրես սրան է։ Կարելի է ասել, թազա պուջուր ենք ստացել մեր տանը։ Նախապես էլ ասեմ, որ կրեմը սլիտկա է, ինչպես ասում ենք սերուցք, եւ անցնենք աշխատանքին։ Որոշեցի, որ տորթը ունենա 2 գույն, բաց վարդագույն և սպիտակ, կիսով չափ։ Որոշեցի մեկ աստղի ֆորմայով բոլոր ձևավորման աշխատանքները կատարեմ։ Դե մի կողքում էլ ավելացնում եմ ավելացված բիսկվիտի կտորներից թիթեռը։
հատ էլ վարդ 8-ի գլխին։ Եվ վերջապես պատրաստ է դիզայներական հրաշքս մարտի 8։ Դե քանի որ ավանդույթ է կարելի ասել մեր մանկուց ինչ հիշում եմ մարտի 8 շնորհավորանքներ, կանանց եւ աղջիկների մայրության, գեղեցկության, ինչ որ քնքշության սենց չգիտեմ ինչ է տոն, դե ուրեմն շնորհավորում եմ բոլորիս մարտի 8-ը։ Կարծես Աստված նույնպես շնորհավորում է այսօր մեզ, քանի որ ամեն տարի չէ որ այսպիսի լավ արևոտ եղանակ է անում, առավել եւս տակ, դրա համար փորձում ենք հագնել մի փոքր թիթիզ արդեն։ Եվ այսպես, ինչ եմ ցանկանում։ Միշտ իմ խոսքերում կա այսպիսի մի բան. ինչ կցանկանամ ինքս ինձ, առաջնահերթ թող Աստված տա այն ձեզ, այնուհետև ես կսպասեմ վերջին շարքում, հետո նոր վերջում ինձ։ Երևի թե այստեղ ամենը ասված է, չէ՞։ Իսկ ընդհանրապես երջանկություն, սեր, բավարարվածություն ձեր ապրած կյանքից։ Ինքներդ հասկանաք, որ բավարարված եք, գոհ եք, ձեր սիրտը ուրախ է, ներդաշնակ եք ինքներդ ձեզ հետ, կյանքում ամենը լավ է, իսկ մյուսները ամբողջը ձեռքբերովի են գումար, շահույթ ունեցվածքներ, ինչ որ հարստություններ, սա թողնում ենք մի կողմ։ Աստված կարող է մեկ օր տալ, այնուհետև անմիջապես շատ վատ ձևով վերցնել։ Կարևոր լինենք երջանիկ, հարգանքով, սիրով մեկս մյուսի հանդեպ եւ ամենակարևորը Աստծո մեծ օրհնությունը, նաեւ կանանցի երջանկություն, ինչպես ասում է։ Այսպես որ խոսենք sense ձևական զիզի-բիզի լիքը բառեր կարող եմ ասել, բայց եկեք ամենը թողնենք մի կողմ։ Պարզապես մեկ բառով ասենք, շնորհավոր կանանց մեկ ամսյակը, մեր տոնը մարտի 8-ից ինչ որ ապրիլի 7 մեկ ամսյակ է, չգիտեմ թե ինչ ենք արելու այդ մեկ ամսում։ Անընդհատ ասել ենք շնորհավոր, այդ խեղճ տղամարդկանց զարլեքը տանենք, իրանք մեզ ասեն չգիտեմ ինչ, մեկ ամիս տղամարդիկ մեր ձեռքում պլեն, տակ դիրժայց։ Իսկ հիմա ինչ եմ անում, տեսակ տորթը ինչպես պատրաստեցի, հիմա այստեղ կտեղադրեմ իմ պատրաստած տորթը, որի հետ կկատարեմ ֆոտոսեսիաներ, նաև նվերները, ինչ նվերներ են պատրաստում, ինչ ենք անում, կարճացած այսպես մի երկար ընթացք։ Իսկ նախապես ներկայացնեմ, նորից կրկին այսօր ես աշխատանքի եմ, մարտի 8-ի կանանց տոնի օրով, ինչպես ասում են, կրկին աշխատանքի եմ։ Այսօր արևին ջերմությանը նայելով դրսում շատ տրամադրող են, նաև մեր տոնն է։ Մի փոքր փորձել եմ թիթիզանալ, այսպես ձևականություններ, զիզի-բիզիներ, այսօրվա իմ ոճը այսպես է, փորձել եմ համադրել սևը բեժ գույնի հետ, ինչպես ասում ենք, բաց շագանակագույն, կրեմագույն, ով ինչպես ցանկանում է կարող է ասել։ Համադրելով գույները միմյանց հետ, իր հետ կա նաև պայուսակ, հա, մեկ րոպե դա էլ ցույց տամ։ Ընդհանուր բոլորով միասին իրար հետ պետք է ունենամ այս տեսքը։ Տեսեք, գույները համադրված են ամբողջը, դե բնականաբար այս դեպքում ինձ զարդեր են կրում սևի եւ ոսկեգույնի համադրությամբ, կրկին այսպես։ Ինձ թվում է ամենահասկանալի է, այստեղ ունենք կրկին ոսկեգույն դետալներ պայուսակի վրա։ Ինչպես միշտ գիտեք, ես շեշտել եմ գույների համադրությունը ինձ համար շատ կարևոր է։ Հա, ինձ էլ կներեք, որ խոստացել եմ գույների մասին դասընթաց ծրագիր դեռևս չեմ նկարահանել, չեմ հասցրել, խոստանում եմ մոտ օրերին։ Իսկ հիշեք, գույների ճիշտ համադրումը եւ պահպանումը համատեղելով միմյանց հետ, դա շատ կարևոր է, ներդաշնակ է եւ ունի իմաստ։ Այս մասին առանձին կխոսենք։ Հա, մոռացա, ոնց որ մազերից գույն էլա, չէ՞, հետը բռնում ամբողջի։ Երեկվա պատրաստած տորտիկը մարտի 8-ի կապակցությամբ տեսեք ինչ հրաշք է, ինչ շքեղ։ Եկեք մի փոքր բացատրեմ։ Սա այն դեպքն է, երբ իրական ձեռքի տաղանդու շնորհն է խոսում։ Այսինքն ինչի մասն է խոսքը։ Այստեղ ընդամենը 2 փոքրիկ 3 ձվանի փոքր կաթսայով բիսկվիտներն են, որից մեկը պատրաստեց իմ ուղղորդությամբ եւ բացատրությամբ Կարինկան եւ շատ լավ ստացվեց։ Ուղղակի զարմանալու հրաշք։ Երկրորդ տարբերակը պատրաստեցի ինքս։ Ընդհանուր մենք կարող ենք ասել 6 ձու ենք օգտագործել, 3 մեկ հարկի համար, 3 մյուս հարկի համար։ Եվ շատ արագ իմ նկարչական տաղանդով ձեռքի շնորհքով անմիջապես կտրում եմ 8 թիվը, ավելացած մասի կտորներից վերցնում եմ թիթեռնիկի տարբերակը, այնտեղ ինչ եմ արել, սովորական սլիվկայով, քանի որ ժամանակ չունեի բացարձակապես, գնում եմ խանութից, հարում եմ, ստանում եմ կրեմը եւ բաց վարդագույն ու սպիտակ տարբերակներով պարզ հասարակ հավաքում եմ տորթը։ Ընդհանրապես օգտագործում եմ մեկ ֆորմա, աստղի ֆորման, որը տարբեր գործողություններ է կատարել իմ ձեռքի շնորհիվ իհարկե։ Այսինքն նույն աստղի ֆորմայով բոլոր ձևավորումները, նախշանկարումները կարող են կատարել, եթե ձեռքդ ճիշտ աշխատացնես, փոփոխես, կարճ ասած։ Եվ այստեղ մեկ փոքրիկ վարդիկ 8 թվի երևամասում եւ այսպես շքեղություն, տեսեք ինչ պարզ
հասարակ, բայց շատ աչքի ընկնող գրավիչ ու շատ թիթիզիկ տորթիկ։ Դե ինչ, սա էլ կթողնենք, որպեսզի վաղը սուրճ խմենք, հավաքվենք, այսօր ես աշխատանքի եմ, վաղը վերադառնամ եւ կանանցով աղջիկներով կնշենք մի փոքր մեր տոնը, այսպես։ Այստեղ տեղադրեմ նաեւ նվերները, որոնք դեռևս պետք է փաթեթավորեմ։ Մարտի 8-ի նվերներ իմ կողմից պատրաստված, ում համար ինչպես այս ամենը շարունակ ընթացքում կխոսեմ, այստեղ տարբեր նվերներ, որպեսզի ամենը երկար եւ ձանձրալի չլինի, քիչ անց ինքս կփաթեթավորեմ, այս ամենը պարտադիր նկարանեմ ցույց տամ, սա Կարինկայի իրացած կռոսներն են, չգիտեմ ինչի համար են այս խեղճին կռոս ասում, անհասկանալի, այսպես ֆիզիկները, այստեղ մեկ այլ նվերներ, կարճ ասած անցնեմ նվերների փաթեթավորմանը։ Լավ, հիմա հələ տեսնեմ այսօր ես ինչ նվերներ եմ ստանալու։ Իրականում ամբողջ իմ կյանքում ես խուսափել եմ եւ շատ վատ եմ զգացել հենց այս երևույթից։ Ավելի շատ սիրել եմ նվիրել, քան ինչ-որ բան ստանալ։ Քանի որ ստանալուց ես շատ ամաչում եմ, վատ եմ զգում։ Նեղվում եմ մտածելով, որ դիմացինը նեղություն է կրել։ Բոլորն ասում են դա նորմալ է։ Պետք է իրենք էլ նեղություն կրեն, բայց ես շատ վատ եմ զգում։ Դրա համար ճիշտ ասած այս մարտի 8-ը այդքան էլ չեմ սիրում։ Կարծես թե պարտավորվածություն զգամ մեկը մյուսի հանդեպ ինչ-որ լարվածություն կա։ Լավ, անցնենք առաջ, ընթացիկ իրադարձությունները կրկին կներկայացնեմ ձեզ։ Ասեմ նաև քիչ առաջ ասել էի, որ աշխատանքի ժամն եմ մոտենում, էլի պետքա դուրս գամ, որ աշխատանքի վազեմ։ Իսկ հիմա քիչ անց մի քիչ կզրուցենք շատ հետաքրքիր, հենց այս տեսանյութին կկցեմ այդ զրույցը ձեզ հետ, որ ամբողջական մեկ բլոգ ստացվի, այսինքն ինչի մասն է խոսքը։ Պատասխանում եմ մեկ մեկնաբանությանը, որը բազմաթիվ գրելով փոխադարձ պատասխանումներից հետո ես հասկացա, որ պետք է անդրադառնամ այս տարբերակով ինչի մասն է խոսքը, հիմա կտեսնեք կզարմանաք։ Կարճ ասած, հիմա կանցնենք, ես կնստեմ հանգիստ, կխոսենք, կներկայացնեմ ինչ է ուզում այս հետևորդը ինձանից, իմ ակտիվ տեսակից, իմ ուրախ տեսակից, պարզապես թեման շատ երկար է, սա առանձին կթողնեմ, մի փոքր կարճ կներկայացնեմ եւ կպատասխանեմ այս մեկնաբանությանը, ես ուղղակի խղճում եմ։ Դուք երբ ծնվում եք, երևի ծնված օրվանից սպասում եք եւ հաշվում եք ձեր տարիները, օրերը, երբ եք ծերանալու, ամեն մեկ օր, մեկ ամիս, մեկ տարի, վայ, մեծացանք, ավելացանք, հաշվարկ եք դնում, դուք ինքներդ ձեր դիմաց պատներ, թե ինչ պետք է անեք, մեկ տարի անցավ, էլ սա պետք է չանեք, էլ մյուսը չանեք, երկրորդ տարին անցավ, այսքան տարեկան դարձաք, այսքան ամսեկան, այսինքն ինչի մասն է խոսքը, կարճ ասած, այնտեղ իմ ակտիվության, չծերացող տեսակի, ապրելու, ուրախանալու տարբերակի մասն է խոսքը, որտեղ փորձում է ինձ խրատել։ Ես ուղղակի կցանկանայի տեսնել այս անձի կերպարը։ Լավ, անցնեմ մեկնաբանությանը։ Մի հատ էլ վերջնական տորթիս պատկերը ցույց տամ այսպես, անցնենք առաջ։ Այսպես նստենք, տեղավորվենք ընկերներ ջան։ Հա, այս վագրիկս ոնց անում եմ, ինձ էլ դուրս է գալի, հա, այս տեսարանում։ Ոչինչ, թողնում նա, ես իրան շատ եմ սիրում, ինքը պատմություն ունի, երբ եմ գնել, ինչի համար, եւ ինչքան տարեկան է արդեն նա իմ տանը, այս մասին թողնենք։ Երևի նկատեցիք միտեղ գորդ, միտեղ վագր, միտեղ սև կապիկ, մնացածը դեռ չեմ ցույց տվել։ Աստիճանաբար կտեսնեք մեր տան կենդանիներին։ Լավ, անցնենք առաջ։ Ինչի մասին է խոսքը, զրուցում ենք։ Պատասխանում եմ այս մեկնաբանությանը ու այնքան սրտով, այնքան սիրով, այնքան շատ եմ սպասում այսպիսի մեկնաբանություններին, որովհետև շատ ասելիք կա եւ իրական գիտություն, գիտելիք տալ կա այն մարդկանց, որոնք չգիտեմ ինչի համար են ապրում եւ ինչի համար են նստած հաշվում իրենց տարիները։ Ինչ թվեր են ավելացնում, պակասացնում, ինչ են ուզում իրենք իրենցից կարելի ասել, իրենք իրենց կյանքից կարճ ասած, եկեք մի հատ նայենք, հետո խոսեմ, ասենք առաջ։ Իբր woman game-ին է, այն էլ կեղծ էջով, բնականաբար ոչ իրական, ոչ նկար, ոչինչ գրելա իմ մեկնաբանություններում այսպես։ Շատ լավ է, որ ձեզ հոգով երիտասարդ եք զգում, դուք հաճելի կին եք, բայց համաձայնվեք ամեն ինչ գեղեցիկ է իր չափի մեջ։ Ու այս գերմին էլ գրել է այս մեկնաբանությանը իմ այն տեսանյութի տակ, որտեղ պարում եմ։ Հենց այս շորտ տեսանյութի տակ։ В моей жизни есть один принцип. Я не танцую с теми, кто танцует со всеми. Запомни. Մինչ հարցին պատասխանելը, ախր չեմ ուզում շատ երկար խոսել, այնքան շատ ասա առանձին իրոք գիտություն է, սա կթողնեմ մեկ այլ շատ հետաքրքիր կլինի այն ձեզ համար, բայց երկու բառով ասեմ, մարդ արարած է իր գիտակցությամբ իր տեսակով, իմիջիայլոց ասեմ նաև տեղային, տեղանքային, հա? Այսինքն ազգային ինտելեկտ, երևի կամ կարելի ասել մենտալիտետ, երևի թե այս տիպի երևույթները
մեկ այլ ազգերի մեջ այսպես բան գոյություն չունի։ Միայն հայերից կարելի ասել գրեթե կես մասը այսպես կարող է մտածել։ Մյուս կես մասին ես տեսնում եմ բավականին զարգացած։ Այս դեպքում պարզապես ուղղակի անգրագիտություն եմ ես այն համարում։ Հիմա պատասխանեմ ձեզ։ Իբր փորձել է գովասանքով քաղցր ջան, ջիգար, լավ Կարինե ջան, հարգում եմ, սիրում եմ, չգիտեմ ինչ, բայց տարիք, ամոթ, չգիտեմ ինչ, այսինքն ինչի մասին է խոսքը։ Ամոթ է ձեր տեսակին, որ ձեր գլուխը չգիտեմ ինչ ձևի է, կլոր, երկար, քառակուսի ինչ-որ մի ձև կունենա, քանի որ նկարներ չունեք տեղադրած, ինչպես ասում են fake, բայց ամոթը նա է, որ այդ երկրաչափական ինչ-որ մի ձևի գլխի մեջ ունեք այդ ուղեղի տեսակը։ Դուք հոգեպես իծնել, ծնվել եք կարելի ասել ինքներդ ընկած ձեր հետևից։ Ես արդեն պատկերացնում եմ ձեր կյանքի վիճակը, հոգեվիճակը, ձեր ապրածի իմաստը, անկախ նրանից դուք քանի տարեկան եք, երեխաներ ունեք, չունեք, տատիկ եք, կին եք, թե թոռներ ունեք, դա ինչ կապ ունի ընդհանրապես մարդու տեսակի հետ։ Մշտապես ասել եմ, չէ՞, կարող եմ ներկայացնել 20-25 տարեկան ձերպես, ձեր մտածելակերպի նման ծերացած, հոգով մեռած, արդեն վաղուց կարելի ասել դեռ թաղած չեք, ուղղակի ֆիզիկապես քայլում եք, այդ տեսակներին կարող եմ ներկայացնել։ Նույնը կարող եմ ներկայացնել, մինչև անգամ 90 եւ 100 տարեկան եւ ավելի, ովքեր կարողացել են երկար ապրեն, այնպիսի ուրախ, զվարթ, ճիշտ կյանքով ապրող, Աստծո էներգիայով եւ հոգեբանության մարդկանց, որը միշտ երիտասարդ է իր մտքերում, գաղափարում, իր հոգեվիճակում եւ ճիշտ ապրելակերպով, կարճ ասած, այս փիլիսոփայությունը թողնեմ մի կողմ, ասեմ ձեզ պատասխանելու։ Հա, մենք ուրեմն ունենք անուններ չշեշտեմ այս պահի դրությամբ, բարի ոլորտում, բարի ասպարեզում մեծ առաջընթաց ձեռք բերած, մեծ հաջողությունների հասած մասնագետներ։ Այո, ինչու՞ չէ, ես կարող եմ շեշտել համեմատել, քանի որ շատերը չգիտեն նաեւ իմ մասնագիտության այդ մասին, սա մի փոքր անց։ Եվ այդ մասնագետները ամոթ իրանց սկսենք Սոֆի Դևոյան, մյուս անուններ շատ կան, այսպես ամբողջը չներկայացնեմ, որ 70-ից 80, չգիտեմ քանի տարեկան են այդ մարդիկ, ամոթ էլի, ամոթ իրանց որ իրանք ապրում են, որ իրանք այդ մասնագիտություն ունեն, իրանք ուրախ են, ակտիվ են, ասենք իրոք էլի ամոթ չէի մտածել ես այդ մասին։ Օրինակ ամոթ այս մարդկանց, որ այսպես ապրում են, հնայեք ինչ ամոթ է, մի հատ նայեք էլի։ J'arrive, ça regarde de travers, capuché parce que je suis trop cramé. J'avance avec l'équipe armée, je m'organise comme si je mourrais jamais. Mon amour, je vais rentrer tard et briller le ciel, fait noir. Ils font tous des petits pas dès qu'ils aperçoivent la guitare. Nanina, nanina, oh, nanina, nanina, oh. Ամոթ նաև երևի թե այս գեղեցիկ տեսակին, որը ունի արտաքին գեղեցիկ տեսք, հմայք, ակտիվություն, պարում է, վայ, հələ տեսեք ինչ անում, պարում է, նայեք ինչ ամոթ է, մի հատ նայեք։ Ու էստեղ Վա, ինչ ամոթ է, հլա աստեղ նայեք, էսի վաբշե խայտարակություն։ Ուրա սրանց չափերը, բա չափի մեջ, բա բան, հլա նայեք, տարիքներին նայեք, խաղալուն նայեք, սենց էլի։ Bağrımda ırkalar, unadım, oynadım. Ու էստեղ ես գիտեմ եմ որ ասում են քամին որտեղից է փչում ու հələ այս կողմից այնքան է փչելու, բա որ հեսա սկսի քամին փչի ինչ ա լինելու։ Հետևեք, իմ անձնական կյանքի վերաբերող շատ շուտով շոկի եք ենթարկվելու։ Ու այդ փչող քամիներին այսպես պտտեցնելու են տեսախցիկի առջև դուք տեսնելու եք։ Ու այստեղ Կարինեն պարում է, լավ, ընկերներ ջան, երևի թե ես մեղավորություն ունեմ այս դեպքում, քանի որ երկար ժամանակ խոստացել եմ, մոտ 20 տարուց ավել իմ կողքում դրված, այն որ ասում են վիդեոյի կասետներ, հա, այդ ժամանակահատվածում, ամբողջը ինչպես խոստացել է պետք է մոնտաժեմ, տեղադրեմ, բայց ժամանակս չի բավականացնում, որտեղ երեխաներս դերևս 1 տարեկան, 2 տարեկան եւ իմ ամբողջ նորաձևության կենտրոնի ուսումնական գործունեության ընթացքում այնտեղ որ ես ցույց տամ, մեղավորը ես եմ, որտեղ իմ մասնագիտությունները հստակ երևում են բոլորը, ու շատ-շատերը այո, նայեք ինձ գիտեին որպես բարի մասնագետ, պարուսույց մոդելային քայլված, որտեղ դասավանդում եմ պարը, որտեղ կտեսնեք տեսանյութերով, մի փոքր արագացնեմ, մոնտաժեմ, շուտ տեղադրեմ, նայեք մոդելային քայլվածքը, ակտիվությունը, զգաց, գեղեցիկ կեցված, պահված, այսինքն իմ մասնագիտությունները, իմ ուղղությունները ինչը որ կան, մինչ այժմ կապ չունի վերջին տարիներին բավականին դադարացված վիճակ է, կապված երկրի խնդիրների հետ կապված, ես մշտապես ասել եմ, մինչ երկիրը գտնվում է շատ վատ վիճակում, դեռևս ես սպասում եմ, բայց բում է լինելու, ամբողջը վերաբացվելու, վերականգնվելու է, քանի դեռ ես Հայաստանում եմ։ Ձեզ պետք է հարցնեմ պարեմ թե ոչ, պարել, դուք դեռ պարել չեք տեսել, հեսա շուտով Կարինեի պարերը նոր կտեսնեք, հա, իմիջայլուց նկարանեմ պրսնեմ, մի հատ էլ եմ դուրս մի հատ լավ ձերինա դու ձեր սրտիկը ճաղճիկացնել համար մի հատ էլ ջիգարով պարեմ, մոնտաժեմ կցեմ տեսանյութը, կցեմ այս վլոգին ու հանգիստ գնամ աշխատանքի։
Ես ուղղակի խղճում եմ ձեզ։ Կարինեն պարում է, Կարինեն պարելու է, քանի դեռ կա։ Կարինեի ներսում չգիտեք ինչեր կան, ինչեր են եղել, ինչեր են կատարվում, դեռ ինչեր կլինեն, բայց Կարինեն պարում է, այսպես ակտիվ խոսում է, այսպես շատ ճոխ ներկայացնում է, բայց Կարինեի անցած ուղին, անցած ճանապարհը, ապրած կյանքը որևէ մեկը տապելու դեպքում կամ խելագարված կլինեիք, կամ հոգեբուժարանում կլինեիք, կամ պարզապես ինֆարկտ, ինսուլտ, ինչ-որ մի բան ձեզ արդեն տարած կլիներ այս աշխարհից, կամ դատապարտված կլինեիք մի քանիսին ջախջախելու համար, այն ինչ կյանք ունեցել է եւ ունի Կարինեն, որևէ մեկը 1 ժամ չի կարող ապրել։ Բայց իրական Կարինեն սա է, պետք է ապրեմ եւ ներկայացնեմ այսպես։ Որևէ մեկը ինչ չեք կարող ասել, ես պարեմ, երկրեմ, թե ինչպես ասում են գլուխ կոնձի տամ, հա, գետնի վրա։ Կամ ինձ ասեն իմ ոճը որն է, ինչպես հագնեմ, ինչպես ներկայանամ, ինչ ես երիտասարդ աղջկա պես պահում։ Հաստատ ձեր պես պարավ ծերացած վիճակով չի պահելու։ Կներեք հարգելի պարավներ, տատիկներ, մի փոքր տհաճ է ստացվում այս բառը եւ այսպես։ Հա, լավ, խոստանում եմ, հաստատ քիչ ես մի հատ լավ պարելու եմ, նոր եմ գնալու, սպասեք տեսանյութի վերջում։ Պարզապես խղճում եմ ձեր գանգատուփին, ձեր ուղեղին, ձեր մտածելակերպին։ Մարդիկ շատ-շատերը դիտողները հասկանում են ով ինչի մասն է խոսքը, սպասեք, շոկ է սպասվում։ Որոշ մարդիկ անհանգստացած են, որ կարող է Կարինեն իր տեսանյութերում սկսի խոսել իր անձնական կյանքի շարունակության մասին։ Խոստանում եմ, քանի որ գիտեմ նման մեկնաբանությունների հետևում ովքեր են կանգնած։ Ինչքան շատ գրեք, այնքան լավ։ Պարել եմ, պարում եմ եւ պարելու եմ։ Տարբեր մարդկանց հոգեբանության, հոգեվիճակի, ինչպես են ծնվել եկել այս աշխարհ, արտաքին տեսքի, կազմվածքի, այդ ամենը իրական գիտելիք է, սիրելի հետևորդներ ջան, ուսումնասիրեք կտեսնեք ինչի մասին է խոսքը։ Իսկ մնացածը մարդկային հորինվածքներ են, որտեղ մարդը մի քանի տարեկանից հետո մեր հայկական իրականության մեջ արդեն փոքր հասակից մանուկ տարիքում սովորացնում են, ահա դու մեծացար 5 տարեկան, 6 տարեկան, արդեն քեզ պահի էսպես 7, 8, 9, 10 տարեկան, վայ արդեն մեծ տղա ես, մեծ աղջիկ ես 10 տարեկան, զգում ես երեխան ինչ-որ մի հատ տարօրինակ լրջություն է իր մեջ մտցնում, նա հիմա հայելու մեջ ինչ-որ մի հատ գիծ է սահմանում, արդեն այդպես սերմանում են։ Դարձյալ 12, 13, 14, 15, 16 հասունանում ես, արդեն 18 տարեկան մի քիչ քեզ լուրջ պահի ամոթ է, եւ այսպես մեր հայկական իրականության մեջ մարդկանց սերմանում են, որ որոշակի թվեր հաշվելուց հետո դու պետք է սկսես քեզ պահել այսպես, կարելի ասել նեղացված ուղեղի տեր մարդկանց հոգեբանությամբ ինչ որ սահմանումներով, քանի որ դա մարդու կողմից հորինված են տարեթվերը։ Այն մարդկային բնույթ է, որը կապ չունի տարիների հետ։ Այն տեսակ է, որը մարդը ծնվում է այդ կերպ, մարդը երբեք չի ծերանում, մարդի հոգեբանությունը մնում է նույնը մինչև անգամ 100 տարեկան, մարդու տաղանդները երբեք չեն մեռնում անգամ մինչև 100 տարեկան, մարդու տեսակը չի մեռնում, խարակտերը, էներգիան, իսկ եթե նա իր կյանքում այս ամենը պահում է գրագետ հիմքով, այո, անհարմար ոչ կոռեկտ պահվածներով, բնականաբար այն մշտապես ողջունելի է, որը պետք է լինեք, եթե կա ձեր մեջ այն եւ չնայեք նմանատիպ ծերացած, ժանգոտած, մեռած եւ իրենց մահվան վերջին տարիներին օրերից սպասող անձանց, նստած սպասում են երբ պետք է մեռնեն։ Երևի մեռն են խաբար չեն, թաղող չկա, ինչպես ասում ենք, հումորով մոտենանք, հա, այս ամենին։ Շատ մարդիկ ինպես մտածող, այս ամենը խելացի հասկացող, գրագետ գնահատող անձին, բոլորովին լավ հասկացան, ինչ խոսեցինք, ինչի մասն է խոսքը եւ համամիտ են ինձ հետ եւ կողմնակից։ Ժամանակս մոտենում է, արդեն բավականին ուշ է, պետք է դուրս գամ, բազեն գնամ աշխատանքի, դե մի հատ էլ դուրս գամ մի լավ պարել այս հետևորդի ու իր նմանների ինադու, Կարինեն պարել է, պարում է եւ պարելու է։ Դե ինչ, գնացինք, կհանդիպենք հաջորդ տեսանյութ վլոգին։ Որ շուտ դառնամ դեպի տուն, թե որ հայես հայմանա, օտար երկիրը մի գնա, հայրենիք մի մոռանա, թե որ հայես հայմանա։